5 պատճառ, թե ինչու հայ առաքելական եկեղեցին չի ընդունում կաթոլիկ դոգման Սուրբ Աստվածնի անարատ հղության մասին։ Կարևոր է սկզբից հստակեցնել, որ խոսքը Սուրբ Աստվածածնին նվազեցնելու կամ նրա մեծությունը փոքրացնելու մասին չէ։ Հայ առաքելական եկեղեցի, ինչպես նաև մյուս արևելյան ուղղափառ եկեղեցիները խորապես պատվում են նրան որպես Աստվածածին, սրբուհի կույս եւ մարդկանց մեջ ամենասուրբը։ Սակայն այդ եկեղեցիները չեն ընդունում հռոմեակաթոլիկ դոգման Մարիամի անարատ հղության մասին, այսինքն այն ուսմունքը, ըստ որի նա իր հղության առաջին իսկ պահից նախապես ազատված էր սկզբնական մեղքից։ Ահա 5 պատճառ, թե ինչու։ Առաջինը, Սուրբ գրքում չկա ուղիղ մի որևէ ուսմունք, որ Մարիամ Աստվածածինը հղացվել է առանց սկզբնական մեղքի։ Սուրբ Գիրքը հստակ խոսում է Քրիստոսի անմեղության մասին, սակայն ոչ մի տեղ ուղղակիորեն չի ասում, որ Աստվածածինը հղացվել է առանց սկզբնական մեղքի։ Ընդհակառակը, հենց Սուրբ Կույս Մարիամն է ասում. «Ցնծած իմ հոգին Աստծով իմ փրկչով» Ղուկասի 1:47։ Եթե նա Աստծուն անվանում է իմ փրկիչ, նշանակում է նա նույնպես կարիք ուներ փրկության։ Արևելյան ավանդությունը սա հասկանում է այսպես, թե Մարիամ Աստվածինը փրկվեց, սրբվեց եւ բարձրացվեց Աստծո կողմից, բայց ի սկզբանե դուրս չդրվեց մարդկային ընդհանուր կարիքից փրկության անհրաժեշտությունից։ Երկրորդը, միայն Քրիստոսն է բացարձակապես անմեղ իր բնությամբ։ Քրիստոսն անմեղ է ոչ միայն այն պատճառով, որ ստացել է առանձնահատուկ շնորհ, այլ որովհետև նա մարմնացած Աստծո որդին է, նա Աստված է։ Սուրբ Գիրքը Քրիստոսի մասին ասում է, 1 Պետրոսի 2:22-ը, նա մեղք չգործեց։ Նաև ասվում է 2 Կորինթացիների 5:21-ում գրված է, որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Ուրեմն Քրիստոսի անմեղությունը եզակի է։ Եթե պնդենք, որ Մարիամը իր հղության առաջին իսկ պահից ամբողջովին ազատ էր սկզբնական մեղքից, ապա վտանգ է առաջանում նրան դնել մի վիճակի մեջ, որը չափազանց մոտ է հենց Քրիստոսի բացառիկությանը։ Եկեղեցին սակայն խոստովանում է, որ միայն Քրիստոսն է անմեղ իր բնությամբ, իսկ Աստվածածինը սուրբ է Աստծո շնորհով, հավատով, խոնարհությամբ եւ Աստծուն հնազանդությամբ։ Ուրեմն երրորդը, Աստվածածինը պատկանում էր նույն մարգությանը, որը փրկության կարիք ուներ։ Քրիստոսը չեկավ փրկելու մի արտաքինորեն մաքուր եւ նախապես ընկած աշխարհից առանձնացված բնություն։ Նա եկավ փրկելու մեր իրական մարդկային բնությունը։ Նա մարմին առավ Կույս Մարիամից, ուստի Մարիամը պետք է լիներ Ադամի իրական դուստրը, պատկանելով նույն մարգությանը, որը կրում է անկման հետևանքները՝ մահկանացությունը, ապականությունը, բնության վնասված վիճակը եւ փրկության կարիքը։ Եթե Աստվածածինը սկզբից լիովին բացառված ներ ընկած մարդկության ընդհանուր վիճակից, ապա հարց կառաջանար, իսկ ումից Քրիստոսը եկավ ընդունել մեր բնությունը։ Արևելյան ավանդությունը, մեր ավանդությունը շեշտում է, որ Քրիստոսը բժշկեց հենց այն բնությունը, որը ընդունեց Մարիամից։ Չորրորդ պատճառը, որ հին եկեղեցին սա չի ճանաչել որպես պարտադիր դոգմա։ Ուրեմն հին եկեղեցին փառաբանում էր Աստվածին որպես սրբուհի կույս, ամենասուրբ եւ Աստծո մայր։ Սակայն նրա անարատ հղության մասին ուսմունքը առաջին դարերում չձևակերպեց որպես բոլորի համար պարտադիր դոգմա։ Ուրեմն հռոմեակաթոլիկ եկեղեցին այս դոգման պաշտոնապես հռչակեց միայն 19-րդ դարում 1854 թվականին, իսկ արևելյան եկեղեցու համար սա լուրջ փաստարկ է։ Եթե որևէ ուսմունք առաքելական հավատի անբաժան մասն է, ապա այն պետք է ճանաչել լինի հին եկեղեցական գիտակցության մեջ եւ ոչ թե հայտնվի որպես ուժ դոգմատիկ ձևակերպում։ Այդ պատճառով էլ հայ առաքելական եկեղեցին, ինչպես մյուս հին արևելյան ուղղափառ եկեղեցիները, այս դոգման չի ընդունում որպես առաքելական հավատի պարտադիր ուսմունք։ Ու 5-րդը, արևելյան ավանդությունը սկզբնական մեղքը հասկանում է այլ կերպ։ Արևմուտքում սկզբնական մեղքը հաճախ ընկալվել է որպես Ադամի ժառանգվող մեղավորություն կամ իրական մեղք։ Այդ պատճառով էլ առաջացավ գաղափար, թե Մարիամը պետք է նախապես ազատված ներ այդ մեղավորությունից։ Սակայն արևելյան ավանդությունը սկզբնական մեղքը սովորաբար հասկանում է ոչ թե որպես յուրաքանչյուր մարդու անձնական մեղավորություն Ադամի մեղքի համար, այլ որպես վնասված վիճակի ժառանգություն, ուրեմն մահկանացու լինելը, ապականությունը, մեղքի հանդեպ հակումը եւ հոգեվոր տկարությունը։ Այսպիսի ըմբռնման մեջ անհրաժեշտություն չկա պնդելու, թե Մարիամը իրավական իմաստով ազատված էր ժառանգվող մեղավորությունից։ Նա ծնվեց ուրեմն մեղանչումից հետո գտնվող մարդկային վիճակում, սակայն իր հավատով, իր մաքրությամբ, իր խոնարհությամբ եւ Աստծո շնորհի ներգործությամբ
դարձավ Քրիստոսի մարդեղացման ամենասուրբ անոթը։ Ուրեմն Աստվածինը սովորական մեղավոր մարդ չէր, այսպես կոպիտ իմաստով, հա, նա սրբույի կույսն է, ընտրվածը, սրբված է եւ սրբերի մեջ մեծագույնը, բայց նա դուրս չդրվեց այն մարգության բնությունից, որը փրկության կարիք ուներ։ Նրա մեծությունը, սրբությունը հենց այն է, որ նա լինելով մարգության իրական դուստրը ազատորեն եւ խոնարհությամբ պատասխանեց Աստծուն, թե ավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող լինի ինձ քո խոսքի համաձայն։